Պարոն Կարապետյան, մամուլում տեղեկություններ եղան, որ նոր ձևաչափով փորձում եք Հայաստանում հանդես գալ, Ալբերտ Բազյանն էր կարծեմ հայտարարել, որ համագործակցությունների մեջ եք, փորձում եք որոշակի խմբերի նույնպես համատեղել ձեր շուրջ եւ հանդես գալ այդ ձևաչափով, մի քիչ կմանրամասնեք ինչի մասին է խոսքը, որ ուժերն են լինելու այդ ձևաչափում եւ նպատակները որոնք են։ Ու սկսեմ Ալբերտ Բազյանը ես հայտարարել է, որ իմ ներկայացուցիչն է Հայաստանում եւ Ալբերտ Բազյանի եւ իր թիմի հետ մենք իրոք համագործակցում ենք համայնքական ճակատ շարժումը եւ այնտեղ մեր կուսակցությունը եւ մյուս կուսակցությունները, որոնք մտնում են այդ շարժման մեջ։ Մենք ստեղծելով խորհուրդ, որը ի նկատի ուներ Ալբերտ Բազյանը, այդ խորհուրդը մենք դիտում ենք որպես հարթակ։ Այդ հարթակում կարան գան ցանկացած կուսակցություն, ցանկացած ՀԿ-ներ, նույնիսկ կարան գան, ասենք, որոշ անհատներ, որոնք ունեն գիտական կոչում, որոնք, ասենք, բանավան պատմաբան են կամ քաղաքագետ են, եւ մտնեն այդ խորհրդի մեջ, այդ հարթակում քննարկենք։ Այդ խորհուրդը ինքը, ասենք, ես չի որ ես այդ խորհրդի նախագահն եմ կամ Ալբերտ Բազյանը, չէ, դա չկա նախագահ։ Եվ խորհրդի հիմնական նպատակը մի գաղափարի շուրջ վերաբերվող մեր հայրենիքի ապագայի համախմբելն է տարբեր ուժերի եւ տարբեր տաղանդավոր անհատների, այսպես ասեմ։ Հիմա մենք սա որպես տարբերակ առաջարկել ենք ու գալիս են, ասենք, երևի տեսել եք, բավականին մեծատիպ հավաքում են, ու մենք այնտեղ, ասենք, համատեղ գործողությունների մասին, որտեղ պետք է համատեղ լինենք, համատեղ ու տարբեր ոլորտներում, ասենք, մեդիա դաշտում, ուղղակի դաշտում, զինվորական լեզվով ասեմ, կամ ինչ-որ մի քննարկում, որի, ասենք, մեջ մենք պետք է հասկանանք մեզ համար ինչ-որ որպես խորհուրդ լինի, ես բավականին էֆեկտիվ միջոց աշխատում եմ, այսօր ժամը 6-ին Երևանի ժամանակով խորհրդի ակտիվը պետք է հավաքվի եւ այդ ակտիվի մեջ բավականին մոտավորապես մեր ծրագրով պետք է մտնեն 33 ակտիվիստներ, այսպես ասեմ, որոնց խնդիրը թեմաներ մշակելն է, գործողությունների ծրագրեր եւ այլն։ Այս պահին մենք հաստատել ենք 28-ին։ Անուններ կհրապարակեք, ովքեր են այդ մարդիկ, այդ ուժերը, որ հասկանալի լինի ինչ պոտենցիալի մասին։ Կարծում եմ խորհուրդը ակտիվը ձևավորման, ասացի 33։ Հա, երբ որ կհավաքենք այն մնացած 5 ներկայացուցիչին, այն ժամանակ մենք օֆիցիալ կհրապարակենք եւ այդ բոլորը կերևա եւ կհրապարակենք, որ ուժերն են մտնում այդ ակտիվի մեջ։ Հասկանում եք, որ սա ինչ-որ նոր համակարգ է, դա էլ նկատի ուներ Ալբերտ Բազյանը, մենք մի քիչ առաջ խոսում ենք, մենք չենք պլանավորում, գրանք ստանդարտ այդպես ճանապարհով, նման ծրագրեր չունենք։ Մեր գործողությունները մի քիչ տարբերվելու են բոլոր նրանց գործողություններին, որոնք մենք սովորենք այսօր տեսնել։ Ինչ գործողություններ լինելու, որ տարբերվելու են։ Կարամ մենակ մի քանի բան ասեմ, ու ակցիաների տեսակետը միանալ բաներին, փոքր, ինչքան էլ փոքր ուժ լինի, աջակցել իրենք, եթե իրանք խնդիր են բարձրացնում այդ խնդիրը հասնելը, բայց մնացածը չեմ բացի, որտեղ դրանք ավելի ապագայում կտեսնեք ու շատ ակցիաներ, հավաքներ, բողոքի ցույցեր, տարբեր հայտարարություններ, պահանջներ, կարծես բոլորն են անում։ Համաձայն եմ, պիտի լինի, որ տարբերվող լինի։ Ասեմ, մենք չենք պլանավորում, ասենք 500,000 մարդ հավաքենք։ Մենք չենք այդում մարդաքանակի այսպես հետևից, ոնց որ տեսեք ինչ է ստացվում, ասենք մեկը ինչ որ միջոցառում է անցկացնում, սկսում են հաշվել, քանի հոգի հավաքի։ Միջորդ ամբողջ պետական համակարգն է դրանով զբաղված, ու զեկույցի մեջ հիմնական մասը, հա,
Գրում է նրանով, ասենք 5000 հոգի մարդ հավաքվեց, թե 5500, թե 10000։ Կապ ունի մարդկանց քանակը։ Երբեք քանակով մենք հարց չենք լուծել, հետախուզ է տարվել, որ մեր խմբերը միշտ փոքր են եղել եւ էֆեկտիվ են եղել։ Ես արդեն իսկույն հուշեցի, մենք մի քիչ ուրիշ ճանապարհով ենք եթում։ Մենք էֆեկտիվության վրա ենք հարցը դնում, որտեղ հարցը լուծելու համար, ես մի անգամ ասել եմ, միլիոն մարդ էլ հավաքեն հրապարակում, չոքեն, ասեն Նիկոլ գնա, չի գնալու մարդ։ Այդքան բան, չի գնալու։ Ինչ ուզում են անեն, ուզում են այդ շենքերն էլ գրավեն, չի գնալու։ Տևական ժամանակ դուք լծվել եք այս գործին, հա, մի քիչ պրովոկացիոն ասեմ, հայրենիքի փրկության գործը առաջ է գնում եւ դուք գոհ եք արդյունքներից։ Օկտոբերի 4-ին ես հայտարարություն արեցի, ոնց էլա 2 տարի, ոնց որ չէ, չի անցել 2 տարի, տարուց մի քիչ ավել, հա, իսկ արդյունքները դուք տեսնում եք, ճիշտ է, մենք վրազում ենք, ասում ենք ժամանակ չունենք, կուզենք շատ ավելի շատ, բայց առաջ են գնում, համակարգը կազմավորված է, մենք համակարգային ենք աշխատում, մենք ծրագրավորված ենք աշխատում, մենք գիտենք մի շաբաթ որ օրը ինչ ենք անելու որ ժամին, մենք ամեն շաբաթու համար ունենք ծրագիր, մենք ունենք ծրագիր մինչև այն պահը, որ առաջի փուլը դա իշխանափոխությունն է, որը մենք կանենք եւ ունենք ծրագիր իշխանափոխությունից հետո։ Երբ եք պլանավորում իշխանափոխությունը։ Եկեք այդ հարցին ես չասեմ, որ մեր գործը հեշտ լինի, բայց կտեսնեք ինձ թվում է, որ հերթական ընտրություններով թե ընտրություններով Հայաստանում իշխանությունը չի փոխվել երբեք։ Երբեք։ Երկրորդ նախագահը այլ կարծիքին էր։ Չէ, երբեք չի փոխվել։ Երկրորդ նախագահին ընտրել են, մի ամիս հետո ստիպել են, գնացել է ընտրության ժամանակ եթե փոխվեր, չեմ ասում, եթե հիշում եք։ Հիշում եմ։ Ինքը իրան ստիպեցին, ինքը հրաժարական տվեց։ Կամ համոզեցին, այսպես ասեմ։ Չէ, նկատի ունեմ, որ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ հնարավոր է Հայաստանում։ Դե ես չեմ ուզում իրենց, ասենք, խոսքը հաստատեմ կամ չհաստատեմ, հա, ես իրենց այդ գործ չունեմ։ Չնայած նոր դուք ասում եք Սերժ Սարգսյանն հետ աշխատել է, Ռոբերտ Քոչարյանն հետ աշխատել է, ես չեմ աշխատել, ես ծառայել եմ եւ եղել եմ զինվորական։ Ես չի կարա չծառայի, ես չի ընտրում ոչ նախագահ, ոչ երկրի ղեկավար, ոչ Նիկոլ Փաշինյան, ոչ Սերժ Սարգսյան, հա, քաղաքացիական կատարում էի, բայց ես ծառայության մեջ եմ եղել, ու ես ծառայել եմ իմ հայրենիքին։ Ոնց որ երթվել եմ։ Դա ես չեմ ուզում քննարկեմ իրենց ասածները, բայց Հայաստանի Հանրապետությունում երբևիցե իշխանությունը չի փոխվել 94 թվականից սկսած, այսպես ասեմ։ Մինչև 94-ը, ով համաձայնվենք, որ այնտեղ ինչ-որ մի բան եղել է սովետից հետո անմիջապես։ Մենք բոլորս ընդ դեմոկրատիա ենք հավատում եւ այլն։ 94 թվականից հետո երբևիցե Հայաստանում իշխանություն չի փոխվել ընտրությունների միջոցով։ Ու չի փոխվելու 26 թվականի ընտրությունների միջոցով։ Բայց մենք չենք սպասում այդ ընտրություններին։ Ժամկետների մասին ավելի բան չասեմ։ Բայց չի փոխվելու ոչ մի բան։ Ու Գյումրին ինքը փոքր sense այսպես ցույց տվեց։ Ինչ ցույց տվեց։ Գյումրինը ցույց տվեց նա, որ ոչ թե ընտրում են կուսակցություններ, գաղափարներ, չեն ընտրել ԿՊ-ին։ Ընտրել են անձի, հա, որ ասում ենք չենք պարտվել։ Չէ, իրանք ի սկզբանե են պարտվել, որտեղ այդ մարդը ԿՊ-ի հետ կապ չուներ։ Անձեր են ընտրել մարդիկ։ Ոչ ԿՊ-ին են ընտրել, ոչ չեմ ուզում վիրավորեմ մյուս կուսակցություններին, որտեղ նրանք բան են, ասենց ասեմ, իրանց ընդդիմադիր են համարում, հա, չթվարկեմ, դուք սա գիտեք, բայց ոչ մի կուսակցություն այնտեղ ոչ ընտրվել է, ոչ էլ ընտրություններին մասնակցել։ Ինչ արել են այդ անձերը։ ԿՊ-ն տարբերում էր միայն նրանով, որ այնտեղ ադմինիստրատիվ ռեսուրսներ մցրել եւ մարդկանց վախեցնում էր։ Գյումրիի ընտրությունները, հա, խայտարակ ընտրություններ են։ Այդ մի բաններ, որ Նիկոլ Փաշինյանը միշտ ասում էր, որ մենք կանում ենք իդեալական ընտրություններ կազմակերպել, հիշում եք։ Հա, քանից ասած։ Այդ դրա կներեք դրա հերն էլ անիծեց։ Խայտարակ ընտրություններ է եղել։ Ու նորից եմ կրկնում, ամենավտանգավորը հենց ազգային անվտանգության խնդիրը, որ ընտրել են անձի։ Եթե ընտրեին կուսակցության, ազգը ուրեմն ընտրում է գաղափար, ծրագիր,
Ճիշտ է, ազնեմ կարա լինի այդ ամեն ինչն ունեն։ Եթե ընտրում են կուսակցության, ուրեմն ընտրում է կյանքի ձև, հասկանում Բայց եք։ գաղափարներ չէին էլ ներկայացվում, հենց անձիկ էին ներկայացվում։ Իմ ասածը հենց դա է։ Կարա ամեն անձ իր անձնական գաղափար ունի, ես վստահ եմ, որ այն մարդիկ ով եկել են, որ խոսցնես, իրանք մեր ազգի արևոք երթվեն։ Մի կարան ազգը սիրեն, բայց կարան իրոք հավատան դրան, կարան իրոք լինեն շատ հայրենասեր, հա, բայց կուսակցությունը տարբերվում է նրանով, որ դա կազմակերպություն է, դա համակարգ է, բոլոր դեպքերում պետք է ունենա գաղափար եւ ծրագիր։ Այդ ձեր ասում եք այդ ազգի փրկության եւ այլ, կարող է ասենք մեր ժողովրդի մի մասը այդ որ ասում են ազգի փրկություն ինչ որ sense բանով վերաբերվի, բայց մի ոնց ուզում են ուրիշ բառ չկա, ուրիշ վիճակում մենք չենք, մենք կարան ծիծաղան։ Ծիծաղան կհայտնվեն բանտերում հակառակորդի։ Դու ծիծաղան։ Մենք Գյումրիում ունեցանք շատ վատ ընտրական պատկեր։ Փարաքյալի իրավիճակը լիովին տարբերվում էր Գյումրիից։ Լիովին տարբերվում էր։ Ասեմ ինչի, որտեղ Փարաքյալում իշխանությունը վստահ էր, ըստ մեր տեղեկությունների, որ 60% ձեն ինքը ոնց որ Նիկոլին զեկուցել էին, քնած ունենք։ Համար այնտեղ ոչ մեկ չէր գնացել, լուրջ չէին սպառում։ Իշխանությունը։ Եվ այնտեղ մասնակցած այսպես կոչված ընդդիմությունը, հա, ցույց տվեցին, որ Գյումրիում իրավիճակը նույնն է եղել, ինչ որ 21 թվականին եղել է Հայաստանում, ես մի անգամ ինտերվյուներ ժամանակ դա ասել եմ։ Նույն ընտրական իրավիճակն էր, բայց դա չի նշանակում, որ 26-ին է այդպես լինելու։ Ինձ թվում է, եթե մենք հասանք 26-ի ընտրություններին, եթե մենք հասանք 26-ի ընտրություններին, լիովին ուրիշ իրավիճակ է լինել։ Լիովին ուրիշ։ Նախ ինչը պետք է խանգարի, որ չհասնեն 26-ի ընտրություններ։ Իմ կարծիքով միջև այդ Նիկոլ Փաշինյանը չի լինել։ Ինքը ֆիզիկապես չի լինելու, թե իշխանություն։ Ես ֆիզիկապես Տեր Աստված։ Ուրեմն հասկանում ինչ գործոններ կան, որ պիտի օգնեն իշխանությունից նրա հեռանալուն։ Ինքը չի կարա մնա։ Ինքը չի մնալու։ Ովքեր ինչն է խանգարելու։ Եկեք այսպես մենք պայմանավորվեցինք, որ ես ամեն ինչ չեմ ասել, ես կարծիք եմ ասել։ Եկեք չհիմնավորեմ իմ կարծիքը։ Լավ։ Ցանկացած իմ կարգի մարդի կարծիքը հիմնավորվում է, երբ որ դա տեսնում ես։ Ես հիմա ոնց էլ հիմնավորեմ, դա խոսքեր է լինելու։ Եկեք սպասենք։ Բոլոր դեպքերում կներեք, ասեմ ձեզ, որ ես 2 տարվա մեջ ինչ ասել եմ, կարաք նայեք իմ ինտերվյուները։ Ինչ ասել եմ եղել է։ Ասել եմ, որ համաձայնվելու է։ Եղավ, չէ՞։ Ասել եմ, որ ամեն ինչ ստորագրելու է, պատրաստությունը հայտնելու ստորա եղավ։ Ասել եմ, որ նույնիսկ կարող է համաձայնվի, որ հանձնի, ով որ կռվել է Արցախում թուրքերին։ Դե ամեն ինչ առաջին մարտը, չէ, ժամանակ որ ես ասել եմ, այդ ամեն ինչ չկար։ Գործողությունների տրամաբանությունը հուշում էր այդ ընթացքը։ Բացի դրանից, Թաուշի դեպքերում ես ասացի, որ հողերը հանձնելու է։ Եղավ։ Ասացի, որ ինքը փաստաթուղթ չի ստորագրելու, հրաման չի ստորագրելու, հողը հանձնի, ստորագրելու է ինչ որ մի հատ պագոնավոր մարդ, որ վաղը նստեցնենք այդ պագոնավոր մարդուն։ Հա։ Այդպես եղավ։ Իրանց քաղաքական վերնախավից ոչ մեկ տակը ստորագրություն չի դրել։ Բայց հայտարարությունները փաստաթուղթը ես ցույց չտվեցի, որտեղ այնտեղ գաղտնի բաներ կար, բայց ինչ որ բան ցույց տվեցի։ Հրապարակային հայտարարությունները այդուհանդերձ հնչելու են, որոնք եթե ցանկություն լինի հիմք կհանդիսանան։ Այո։ Դատապարտելու։ Այո։ Եթե չստացվեց ինչ-ինչ ծրագրեր եւ հասանք 2026-ի ընտրություններ, որ ասում եք այլ իրավիճակ է լինելու, ինչ է լինելու։ Լինելու է հետեւյալ իրավիճակ։ Առաջինը Նիկոլ Փաշինյանը փոխելու է բոլոր ամբողջ իր թիմը, որտեղ իր կողքին մի մարդ չկա, որ կարողանա իրան մի ձեն բերի։ Չեն ընտրել ԿՊ կուսակցություն, դե նույնիսկ ինչ էր, բլոր բաներ, չէ, դաշինքեր։ Ահա։ Իմ քայլը, հա։ Հա, իմ քայլը։ Իմ քայլը դաշինքեր, չէ։ Ոչ մեկ չի ընտրել, ոչ մի իմ քայլը, ոչ մի իրանց գաղափարը, ոչ մի բան չեն ընտրել։
ընտրել են անձի Նիկոլ Փաշինյանին, մենք այդ բոլորս գիտենք։ Ճիշտ եմ ասում։ Մյուս ընտրությունները համընկնելու են դրանով, որ էլի ընտրելու են անձերի, բայց այս անգամ տարբերությունը դրա մեջ լինելու է նա, որ նայելու են գաղափարախոսությանը եւ անձի ծրագրին եւ անձի ունակությանը երկիրը այս վիճակից հանի, ժողովուրդը դա նայելու է։ Պարզա որ դրան ընդունակ չի Նիկոլ Փաշինյանը, որտեղ երևում է դա։ Դες ինքը կարծում եմ որ չունենալու լավագույն դեպքում կարող է ինչ որ չափով փոքր տոկոսով անցնի պարլամենտ, բայց դա երևի թե ադմինիստրատիվ ռեսուրսի հաշվին միևնույն է ինքը ապագա չի ունենալու։ Չեն անցնելու ոչ հին նախագահների կողմից ստեղծված արհեստական ուժերը, կարող էլի մի փոքր չնչին էլի նախկին ադմինիստրատիվ ռեսուրսներ, չէ, նրանք էլ են աշխատում, ասենք, Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը ունեն էլի ադմինիստրատիվ ռեսուրսներ նախկին աշխատողներ, ես մարդիկ գիտեմ, որ գալի ասում են, հեսա տես մեր շեֆը ինչ անելու, այն բանը, որ ես էլ լնելու եմ, ասենք, չգիտեմ, ինչ դատախազ կամ դատավոր եւ այլ։ Այդ ռեսուրսների հաշվին կարող է ինչ-որ մի չնչին տոկոս, իսկ կարծում եմ, որ պարլամենտի հիմնական մասը լինելու է նորովի։ Նոր ուժեր են լինելու ու այդ ուժերը այս ընթացքում կայանալու են ու մենք տեսնելու ենք դա։ Հենց մեկը մեր ուժը, թող գլուխ գովալ չլինի, իսկ արդեն քիչ ենք, շատ ենք, չգիտեմ ինչ ենք, բայց երևում ենք եւ որպես ուժ կայացած ենք։ Եվ դա ցույց տվեց մեր ասենք մասնակցությունները վերջերս փոքր ընտրություններին ճիշտ է, էլի չերևացող, բայց ում պետքա մենք աջակցել ենք, ով որ գիտի դա թող իմանա։ Եվ այդ ուժերը կանգնելու են ոտքի, որտեվ բացի դրանից մենք կոնկրետ մենք տարբերվում ենք մնացածից ինչու, որտեղ մենք գիտենք ինչ ենք անելու իշխանության գալուց հետո։ Ու ես վստահեցնում եմ բոլորին, թե ոչ մեկ չկասկածի, որ մենք ու գիտեմ, որ ժողովրդի մի մասը, որ ինչ ճանաչում է, հավատում է երևի, թե որ մենք կարանք այս իրավիճակից դուրս գանք ու ինձ ասենք բավականին լավ տարբերակով։ Խոսք չեմ տալի ոչ մի բան, բայց լավատես եմ այդ առումով։ Պատասխանատվության ենթարկվելու են բոլոր հայրենավաճառ, դավաճան անձինք։ Գիտեք ոնց, ինձ մի անգամ հարցրեցին, ասին ինչ եք անելու, որ եթե հանկարծ դուք գաք իշխանության, ասենք որ գաք իշխանության, ինչ եք անելու, դա այսպես կոչված արդեն նախկինների հետ, ասեցի ոչ մի բան։ Ուղղակի այդ տիկնազորը ձեռքից վերցնելու եմ, այն առավելությունները վերցնելու եմ, ասել եմ, եթե մատենադարանից ոտքով հասակ միջև ձկան խանութ, ապրի։ գնաք հոմար ապրի։ Ինչ անենք, ինչի մենք պետք է մտածենք հետապնդումների մասին։ Եթե մարդը առարկար է, եւ դա կարա գնահատվի ազգի դավաճանություն, դրանով պետք է զբաղվել։ Հա? Մենք դրանով կզբաղվենք։ Եթե այդ բանի մեջ համակարգը գտնի, որ դավաճանը ղեկավարի մակարդակով է դավաճանությունը, դու գնա պատասխան տա։ Բայց միտումնավոր, որ ասենք ես ինչ որ նպատակ ունեմ գամ, չգիտեմ, այնտեղ Սերժ Սարգսյանին նստացնենք, Ռոբերտ Քոչարյանին նստացնենք կամ չգիտեմ Լևոն Տեր-Պետրոսյանին, ես դες նպատակներ չունեմ։ Եվ նորից եմ ասում, կա համակարգ, թող համակարգը աշխատի, եւ դա վերաբերում է նույնը Նիկոլ Փաշինյանին։ Ինքը պատասխան տա Նիկոլ Փաշինյանը, որտեղ ես փաստեր ունեմ, որը դավաճանության մասին է խոսում։ Հասկանում եք, ինքը Իսկ ինչի՞ չեք հրապարակում հիմա ինչ հրապարակեմ։ Հրապարակեմ ում համար, դատախազի համար, որ դատախազների համար, որոնք իր գրպանի բաներն են կամ քննիչների համար, հա։ Ում համար, երբ որ կգանք իշխանության կամ երբ որ կփոխվի այդ իշխանությունը, այն ժամանակ պատրաստ եմ դատարանում ներկայացնեմ։ Այդ փաստեր, որ համոզվեմ, որ դա արդյունք կտա։ Այսօրվա ինչ կատարվում է դատարաններում, ես զարմացած եմ, մի անգամ իմ բանի ժամանակ ասեցի, երբ որ վկային բերում են գեներալին նստացնելու համար, գեներալին դատում են,
Վկան ասում է, ես որ քննի չեմ տեսել, որ իսկ կյանքում վկայություն չեմ տեսել, ինձ ոչ մեկ չի հարցա քննել։ Դա է, այսօրվա վիճակը դա է։ Ու նույն քննիչներն են եւ նույն դատախազներն են վարում այդ հետապնդող գործերը։ Շատերը հրաժարվում են ըստ մեր տեղեկությունը։ Նույնիսկ կանոններով գիտենք ով է բան անում, ու պատճառն ասում է ծառայում ենք, էլի հրամանակ կատարում ենք։ Քննիչը ոնց կարա հրաման կատարի։ Ինչ մարդու կյանքի հետ է խաղում։ Տանում 3 տարի նստացնում են, հետո բաց են թողում, հələ մի հատ էլ արդարացնում են, բայց 3 տարվա համար ո՞վ է պատասխան տալու։ Զինվորականին ասում են հրամանը չկատարիր, հա, հետ նահանջեցիր, տանում դատում են, նստացնում են։ Բայց քննիչ որ անմեղ մարդուն տարի դատախազ հետ նստեցրել է, ինչ պատասխան չի տալի, կամ նույն դատավորը։ Պետք է ենթարկվի չի պատասխանատվության։ Միայն երբ որ այդ բաները կշտկվի, այն ժամանակին մենք կներկայացնենք մեր ապացույցները ու շատ բան ունենք ապացուցելու։ Ու ասեմ, որ շատ հարցերի պատասխան պետք է տա իր թիմը, մենակ ինքը չէ։ Ամբողջ իր թիմը շատ հարցերի պատասխան պետք է տա, որը մեզ հետաքրքրում է։ Պարոն Կարապետյան, մի քիչ ավելի ձեր մասնագիտական բնույթի եմ ուզում հետաքրքրվել։ Ահագին ժամանակ է Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում, որ հայկական կողմից կրակում են իր սահմաններին, փոխարենը հենց հայկական դիրքերի ուղղությամբ վերջին շրջանում ավելի լայնամասշտաբ եւ ավելի հաճախակի կրակոցներ են հնչում Ադրբեջանից, հոգեբանական նաև ազդեցություն են փորձում գործել։ Հայաստանն էլ պաշտոնապես արդեն հայտարարեց Իրանի հետ զորավարժությունների մասին։ Ադրբեջանը դե պարբերաբար է տարբեր ֆորմատի զորավարժություններ անցկացնում։ Ռազմական ատրիբուտիկայի այս ակտիվությունը ինչ են հուշում, մանավանդ Իրանի շուրջ կարծես թե տեսանելի են որոշակի զարգացումներ։ Այս ամեն ինչը ինչ է հուշում, ինչ է սպասվում մեզ։ Պատերազմ, լայնամասշտաբ հարձակում, լոկալ հարձակումներ, ինչ հնարավոր իրավիճակների մեջ կհայտնվենք։ Նման գնահատական տալու համար շատ ավելի հստակ լինի, ես պիտի ունենայի հետախուզական համակարգ։ Իսկ հիմա ինչ որ կասեմ, ընդհանրապես կարծիք է, կարող է մի քիչ ասենք տեղեկացված լինեմ, քիչ ավելի շատ, քան մնացածը, բայց չունեմ հնարավորություն, հա, տիրապետել Ալիևի իրական կարծիքների, որը պետք է զբաղվի հետախուզությունը։ Այդ տեղեկությունը չունեմ։ Ամեն ինչ պարզ է, ինձ թվում է, ոչ թե դա թվում է, այդպես էլ կա, որ սա ճնշումը ոչ այնքան ուղղված է դեպի մեր իշխանությունը, այնքան ուղղված է դեպի մեր ժողովուրդ, որը համաձայնվի մեր իշխանության հետ, ասենք, սահմանադրություն փոխելու կապակցությամբ։ Հասկանու՞մ, առաջի անգամ չի, որ Ադրբեջանը եւ Հայաստանի այսօրվա իշխանությունները համատեղ ճնշում են գործադրում հենց հայ ժողովրդի վրա։ Այնտեղ դատում են հայ գեներալների, հայ ղեկավարների, Ադրբեջանում, Հայաստանում դատում են հայ գեներալների եւ հայ ղեկավարների։ Այս իրանք բավականին սինխրոն աշխատում են։ Եվ այդ ամեն ինչը ուղղված է մեր ժողովրդի հանդեպ, որ մեր ժողովուրդը հանձնվի։ Որտեղ Նիկոլ Փաշինյանը իր թիմով շուտվանից է հանձնվել։ Հասկանում եք։ Իրանք պատրաստ են, ինքնապես պատրաստ են ստորագրել։ Ահա պատրաստ են։ Անկամ միակողմանի։ Հա, անկամ միակողմանի ասում, այս ամեն ինչ էլի չողի կտոր ես ուզում։ Էդ էլ եմ տալի։ Հա, այդ բանն էլ է համաձայնվել, այդ Կարիդոր Կոչեցյանն էլ է համաձայնվել։ Ամեն ինչ ինքը համաձայնվել է։ Մեր ժողովրդին չի կարում համոզի, հələ որ։ Այս ժողովրդին համոզելու համար պետք է սրացնել իրավիճակը սահմանում։ Դա ինչի է նպաստում։ Դա նպաստում է նրան, որ հանկարծ մեր նման, ասենք, կուսակցությունները չփորձեն առաջինը Նիկոլին գցեն, որտեղ այնտեղ կարա պատերազմ սկսի։ Այնտեղ որ պատերազմ սկսի, պատասխանատվությունը լինելու է ոչ թե Նիկոլի վրա, արդեն այն ուժի վրա, որը Նիկոլին գցեց։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Դες դա ոնց է իր կյանքը ապահովում է
որ հասնի միջև նրան, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրի, որտեղ Հայաստանի Հանրապետությունում ել չեք գտնի ոչ մի հայի, բացի Իրանից մեկ էլ իր այդ թափուկներից, որ գետա այդ փաստաթղթակ ստորագրություն կդնի։ Հասկանում եք, ու այս ամենը կարա ցանկացած պահի իրոք բերի ավելի լայնամասշտաբ բախմանը, բայց չեմ կարծում, որ Գառնանը կամ Ամռանը ադրբեջանական կոմոդական իր սիրած ժամանակը դա աշունն է, ինքը փորձեց մի անգամ ապրիլյան պատերազմի ժամանակ սկզբից դա աներ չստացվեց, չեմ կարծում, որ իրենք պատրաստ են հիմա դա անեն։ Չնայած ասեմ դες աշնանն էլ բավականին խնդրահարույց է իրանց համար, բայց չբացատրեմ խի, որ չհուշեմ, որտեղ կարող է այդ պահին արդեն Նիկոլ Փաշինյանը չլինի երկրի ղեկավար, եւ եթե հարձակվում են, թող հարձակվեն։ Այն ժամանակ ինձ թվում է, թե մի քիչ ուրիշ պատկեր կլինի, թե միջազգային դաշտում, թե տարածաշրջանում եւ թե կապված մեր ժողովրդի պատրաստականության հետ, որտեղ էլիտան է ժողովրդին տանում պատերազմ, էլիտան է կազմակերպում պատերազմ, ժողովուրդը առանց իր ղեկավարության չի կարող կռվի, փոքր տեղեր դիմադրի, բայց չի կռվի, այն օրենքով ոնց որ կա, միշտ կռվի որ կազմակերպում է էլիտան, եւ դիմադրությունն էլ, ունակությունն էլ, Գիշեր որ պաշտպանության նախարարի հրաման տվեց, չէ՞, կրակ բացել, եթե առաջ է, ինչ ոգևորություն առաջացավ։ Վստահ ենք, որ այդ ժամանակ, եթե մենք բան անենք, մենք հաստատ կպահենք սահմանները։ Կարող է ինչ-որ միտեղ մի փոքր առաջ գային, ասենք, բայց մեկնունը վախտերս մենք հետ էինք շպրտում եւ եղավ այդպես դեպքեր, որ եկան մտան ու հետ շպրտվեցին։ Ուզում ասեմ, շատ կարեւոր է երկրի ղեկավարի դիրքորոշումը, պատրաստությունը։ Թուրքի այդ բանակցության ժամանակ թուրքը պետք է տեսնի, որ դիմացը զինվոր է նստած, ու այդ զինվորը պատրաստ է կռվի, կապ չունի, գիտեք, կարող է նույնիսկ նա հասկանա, որ կարող է հաղթի, կարող է հասկանա, բայց միևնույն է, այդ պատրաստականությունը կռվելու դա սթափեցնող է հակառակորդի համար, որտեղ կարա պատերազմն այս բանը, որ կարա մեկ էլ այնպես չլինի, ոնց որ ինքը ծրագրավորել է, Մենք զինվորականներս միշտ ասում ենք, որ խաղաղ ժամանակ պլաններ են կազմում, բայց պատերազմի ժամանակ այդ պլանները ոչ մի ձև պատերազմին չեն համապատասխանում։ Միշտ էլ այդպես է։ Եվ վերջի հարցը Արցախի հետ կապված, պարոն Կարապետյան, արցախցիները հիմա ազատության հրապարակում ունեն պահանջներ, որոնցից առաջինը արցախցիների հավաքական վերադարձն է Արցախ։ Նախ առհասարակ դուք այդ հնարավորություն տեսնում եք, երկրորդ ինչ եք մտածում արցախցիների սկսած այս շարժման մասին։ Արցախցիների սկսած շարժման մասին իմ կարծիքը է արցախցիների այդ կազմակերպիչներին կասեմ թերթուղթությամբ, հա։ Բայց ինչ վերաբերվում է իրենց վերադարձի հնարավորությանը, իհարկե կա այդ հնարավորությունը։ Հենց մեկը նայենք Ադրբեջանին 30 տարի հետո, հա, Արցախը անցավ իրենց տիրույթ։ 30 տարի եղել է մեր տիրույթում։ Դե թող 2 տարի իրանց մոտ լինի, ինձ թվում է վաղտերուշ միևնույն է, ամեն ինչ գալու է կանգնի իր տեղը։ Շատ ուշացնել չի կարելի։ Ես կարծում եմ վերադարձը հնարավոր է, շատ հնարավոր է եւ դրա համար պետք է առաջին հերթին Հայաստանում իշխանափոխություն լինի եւ իշխանությունը պետք է դա կազմակերպի։ Նորից եմ ասում, էլիտանա կազմակերպում այդ ամեն ինչը, հա։ Եվ դա հնարավոր է։ Հնարավոր է, որ վերադառնա, հնարավոր է, որ վերադառնալուց հետո նորից անցածնեն արդեն հանրաքվե Արցախի կողմնորոշման հետ կապված, որպես տարբերակ եմ ասում։ Եվ այն ժամանակ որոշվի, թե Արցախը որտեղ պետք է լինի, որտեղ չպետք է լինի։ Բայց այդ ամենը պետք է լինի ծրագրավորված, դա տարբերակներից մեկն է։ Մյուս տարբերակը առժամանակ հետո ինչ պայմանագիր էլ հիմա կնքեն, միևնույն է, դա ընդամենը
պայմանագիր չի, այլ դա թելադրանքով ստորագրված փաստաթուղթ է, որը միջազգային օրենքի համաձայն, ես մի անգամ ասել եմ, ուժով պարտադրված պայմանագիրը լեգիտիմ չի։ Դեռ եթե վաղը եկավ մեկ ուրիշ ղեկավար, ասենք ես եկա, ես շատ հնարավոր է ցանկացած պահի ստորագրողին պատժենք եւ այդ փաստաթուղթը համարենք դավաճանություն։ Այդպես էլ լինելու է։ Կտեսնեք։ Այդպես էլ լինելու է։ Ուրիշ ճանապարհ չկա։ Եվ այդ պահից շատ ավելի արագ է ընթանալու Արցախի վերադարձի հարցը ու կարծում եմ, որ լուծման 3 ճանապարհ կա։ Առաջի ճանապարհը ձեզ մատերի վրա ասեցի, որ բան չունի։ Երկրորդը իհարկե դա պատերազմը, երրորդը չեմ ասի։ Բայց երրորդը կա։ Այդ այն ճանապարհն է, որը դուք եք պատրաստում իրականացնել իբրև Հայաստանի վարչապետ։ Այո։ Երրորդը չեմ ասի։ Սպասենք տեսնենք։ Շնորհակալություն։ Սպասենք, այսինքն մեր ժողովրդից է կախված։ Ով կլինի ապագա ղեկավար։ Իսկ մեր Հայաստանի ապագա ղեկավարը պետք է լինի, մի անգամ ասել եմ, պատրաստ 3 բանի։ Առաջինը ինքը իրան գլխից խփի, երկրորդը, որ իրան կոչնչացնեն, ժողովուրդ կգզի, կամ ուրիշ ձև կոչնչացնեն, եւ երրորդը, որ իր հուշարձանը կլինի նախկին Լենին պապի հուշարձանի տեղը։ Դուք երեքին էլ պատրաստ եք։ Դե, եթե պատրաստ չլինի, ինչ ասեմ, բայց տեսեք այդ 3 ճանապարհից երկուսը մահվանատան։ Բոլոր դեպքերում մենք պայքարելու ենք, միշտ ասել եմ, ազգեր, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, բայց երբ հանձնում են, վերանում են, մենք չենք կարող հանձնել։